Բարի գալուստ ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի YouTube-յան ալիք, որտեղ տեխնոլոգիաներն ավելի խելացի են, քան մենք առավոտյան։ Բլադ շատ խելացի ես։ Կարծում եմ կարիք չկա ներկայանալու։ Բոլորդ արդեն կռահել եք, որ հավաքվել ենք միասին քննարկելու տեխնոլուրերը, որոնք լսելիս մարդ միայն մտածում է ուր է գնում այս աշխարհը։ Չէ, իմ ծննդյան տարեդարձը չէ։ Շնորհավորում ենք ChatGPT-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Մեր չատիկը դարձավ 3 տարեկան նոյեմբերի 30-ին։ Այն վիճակը, երբ երեխայի համար դեռ շուտ է քոլեջ գնալը, բայց մեր չաթն արդեն հասցրել է փոխել ամբողջ թվային իրականության տրամաբանությունը։ 2022 թվականին սկսվեց որպես փորձնական չաթ GPT 3.5 մոդելով։ Մարդիկ գրում էին՝ «Էս տնայինը ոնց գրեմ, էս խնդիրը ոնց լուծեմ, ինչի եմ միշտ հոգնած», իսկ հետո պարզ դարձավ, որ սա խաղալիք չէ։ Մարդիկ սկսեցին գրել կոդեր, ստանալ բժշկական բացատրություններ, ստեղծել բիզնես պլաններ, վարել բովանդակություն, անգամ գրել սերիալների սցենարներ։ Հետո սկսվեց երկրորդ ալիքը՝ GPT-4-ը, որն իր հետ բերեց արագություն եւ իհարկե խորը լեզվական ըմբռնում։ Իսկ ChatGPT 5 Thinking-ը կարողանում է րոպեներ շարունակ մտածել, վերանայել, ստուգել, ինչպես նաեւ տալ լուծումներ իրականության հիմնման վրա։ Իմիջիալոց այս տեքստը հենց չաթն էլ գրել է, համեստությունն իր մասին չի։ Չեմ հիմա, բայց մոմ չի մնացել։ Հաջորդ top 1 լուրը ես կտրել եմ մազերս։ Սա տեխնոյի հետ կապ չունի, բայց պետք էր վավերագրել այս փաստը։ Իսկ հիմա անցնենք ավելի պակաս կարևոր լուրերի։ Ռուսաստանը ստեղծել է աղավնի բիոդրոններ։ Հա, ճիշտ լսեցիք։ Ռուսաստանում որոշել են, որ սովորական դրոնները չափազանց անհետաքրքիր են ու հիմա ունեն կառավարվող աղավնի բիոդրոններ։ Պատկերացրեք քաղաքի նույն աղավնին ուղղակի գլխում նեյրոչիպ, մեջքին փոքրիկ ռյուկզակ GPS-ով եւ արևային մարտկոցներով։ Դե իսկ գլխում ուզում եմ անպայման այն կողմ գնալ ներշնչված ցանկությամբ։ Օպերատորը ուղղակի տալիս է երթուղին, չիպը ակտիվացնում է ուղեղի համապատասխան հատվածներն ու աղավնին ինքն է գնում ուր որ պետք է։ Ոչ մի վարժեցում, ոչ մի բարդություն։ Փորձարկումներն արդեն գնում են Մոսկվայում։ Առաջին առաքելությունները գազային հանգույցների մոնիթորինգ, հետո փրկարարական աշխատանքներ, պարեկային թռիչքներ եւ նույնիսկ հետախուզություն։ Ինչ ասեմ, Angry Birds-ը դարձել է Real Birds Military Edition։ Չինաստանը նորից մեկ քայլ առաջ է։ Alibaba-ն ներկայացրել է իր Quark AI ակնոցը, խելացի ակնոցը, որը արտաքին տեսքից սովորական է թվում, բայց ֆունկցիոնալով մի քիչ Iron Man-ոտ է։ Ինչ են կարողանում։ Ակնթարթային թարգմանություն, ապրանքների որոնում ըստ լուսանկարի, Alipay-ով վճարում ուղղակի ակնոցից, նավիգացիա, խելացի տան կառավարում։ Ներսում Snapdragon R1 ձայնը ոսկրային հաղորդմամբ, մարտկոցները փոխարինվող, իսկ գինը $268։ Տեղափոխվում ենք ԱՄՆ, որտեղ իսկական տեխնոդրամա է հասունանում DJI-ի շուրջ։ ԱՄՆ-ում FCC-ն հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովը միջոցներ է սահմանել անվտանգության ռիսկեր պարունակող սարքավորումների դեմ։ Այդ սարքավորումների ցանկում հայտնվել է նաև DJI-ը, աշխարհի ամենատարածված դրոն արտադրող ընկերությունը։ FCC-ն այս պահին ասում է, որ մինչև 2025 թվականի վերջը DJI-ը պետք է անցնի աուդիտ, չանցնելու դեպքում 2026 թվականից ԱՄՆ-ում կարգելվի DJI-ի օգտագործումը եւ կիրառումը, այո, առանց դատավարության, առանց ապացույցների default ban։ DJI-ի պատասխանն էլ բավականին սուր է։ Ասում են 10 ամիս է զգուշացնում ենք, որ պատրաստ ենք աուդիտի, սակայն ոչ մի գործընթաց չի սկսվում։ Մենք համաձայն ենք, որ լինի աուդիտ եւ ստուգումներ, բայց դրանք պետք է լինեն թափանցիկ եւ արդար։ Ըստ էության սա ոչ միայն տեխնիկական հարց է, այլ մեծ քաղաքական պատմություն։ DJI-ն ԱՄՆ-ում ունի հսկայական շուկա։ Եթե արգելքը ուժի մեջ մտնի, հազարավոր կազմակերպություններ կկանգնեն փաստի առաջ, որ իրենց հիմնական գործիքը դառնում է անօրինական։ Իսկ DJI-ի ամենավատ սցենարն է դադարել վաճառվել ու թարմացումներ ստանալ ԱՄՆ տարածքում։ Մի խոսքով, ամբողջ իրավիճակը հիմա կախված է մեկ հարցից՝ աուդիտը սկսվելու է, թե ոչ։ Եթե ոչ, ապա ԱՄՆ-ում 2026 թվականը DJI-ի համար կարող է դառնալ Game Over։ Ինչ երջանիկ եմ ասում։ Game Over։ Չէ, ստեղ այս բանը խառնեցի։ Բլադ, կարաս այն կողմ գնաս, ես կամերայի հետ եմ խոսում, էլի, որ դու կանգնած ես խառնում եմ։ Ու չմոռանաք like, subscribe եւ comment։ Ու հիշեք, միգուցե հենց տեխնոլոգիաներն են փրկում աշխարհը։ Հա, արդեն մոռանում էի, էլ ինչ թողարկում առանց ոսկեղենիկ հայերեն եւս մեկ բառի, հատուկ Սարիբեկ Կարոյանի համար։
հարթաշուրթ կամ ինչպես մենք ենք ասում, պլասկակուպցի։ Կարծում եմ, որ բացատրությունն ավելորդ է։ Կհանդիպենք։